Այսօրվա սարքը, որ ուզում եմ ներկայացնել, դա վակուումի համար նախատեսված նասոսն է, որը օգտագործվում է շատ տեղերում, կոնդիցիոներներ տեղադրելու ժամանակ, սառնորաներ վերանորոգելու ժամանակ և գազերը սառեցման լիցքավորելու ժամանակ։ Այն իր կոմպլեկտի մեջ ունի հետևյալ պարագաները կամ դետալները, յուղ, որը լցվում է վակուումի սարքի մեջ, ձեռնարկ, ինչպես օգտագործել և որտեղ ինչ է գտնվում սարքի վրա, և իհարկե վակուումի չափսերը ըստ մոդելների։ Մեր մոտ մոդելը ահա սա է։ Եվ այն կարողանում է ապահովել մինչև 150 միկրոն վակուում, որը շատ մեծ թիվ է և որը թույլ է տալիս փոքր ջերմաստիճաններում եռացնել հեղուկը, որը անհրաժեշտ է կոնդիցիոներներ տեղադրելու ժամանակ, որի արդյունքում կարողանում ենք հեռացնել կոնդիցիոների տրուբաների մեջ գտնվող օդերը և գազերը և խոնավությունը, որը վատ է անդրադառնում կոնդիցիոների աշխատանքի վրա։ Ահա սարքը, այժմ միացնենք և փորձարկենք ինչպես է այն աշխատում, ստուգենք արդյոք այն ունի ետ փակող կլապան, թե ոչ, այսինքն անջատելու ժամանակ այն կարողանում է վակուումը պահպանել, թե ոչ, որը շատ կարևոր է, քանի որ չունենալու դեպքում, երբ միամիտ մենք այն անջատենք ազգուշորեն, մեր կատարած աշխատանքը կզրոյանա, քանի որ նորից օդը կլցվի համակարգի մեջ, որը մեզ ցանկալի չէ։ Սարքի վրա ունենք այստեղ յուղը դատարկելու համար նախատեսված կափարիչ, պատուհան, որտեղից կարող ենք տեսնել յուղի մակարդակը, այստեղից լիցքավորվում է յուղը և իհարկե շլանգը միացնելու տեղ, որտեղից որ կատարվում է վակուումը։ Այստեղ ունենք արագ անջատել միացնելու համար նախատեսած կոճակ և արտաքին տվյալներից այսքանը։ Այժմ լիցքավորենք յուղով և փորձարկենք։ Այժմ լիցքավորենք վակուումի համար նախատեսված յուղը։ Ահա, այսքան լցվեց
Ասոսի մեջ այն հավասար է կիսով չափ լցված չափսին, որը նրա նորմալն է համարվում։ Այժմ միացնենք մանոմետրեր, որպեսզի հասկանանք վակուումի չափսը և անջատելուց հետո այն ինչպես է իրեն պահում։ Այժմ փորձարկենք սարքը և համոզվենք արդյոք այն ունի փակող կլապան, որը չի թույլ տալիս, որպեսզի վակուումը դուրս գա։ Փակում ենք անցքը և միացնում ենք։ Ահա մեր մոտ արդեն վակուում է և անջատում ենք սարքը։ Եվ տեսնում ենք, որ սլաքը վերադառնում է 0-ի մոտ, որը նշանակում է, որ մենք չունենք փակող կլապան, հետևաբար այս սարքը օգտագործելուց պետք է լինենք ուշադիր, որ սկզբից փակենք փականը, նոր անջատենք սարքը վակուումի, հակառակ դեպքում մեր կատարած աշխատանքը կզրոյանա։ Ահա, պետք է փակենք, նոր անջատենք։ Լսվեց ձայնը, որ կլապանը բացվեց, բայց քանի որ մեր մոտ փակ է այս կրանթիկը, այս շլանգում մենք ունենք վակուում։ Կատարենք մի փորձ։ Ահա, երբ փչեցինք, այստեղ հայտնվեց գոլորշի, ջրի կաթիլներ, այժմ փորձարկենք վակուումի սարքի աշխատանքը, այն պետք է վերացնի այս գոլորշիները, որը և նրա հիմնական աշխատանքն է։ Այսինքն նա կատարի հիմա վակուում, որի արդյունքում մեր մոտ ջուրը կսկսի ավելի ցածր ջերմաստիճանում եռալ և կսկսի գոլորշի անալ, որի արդյունքում էլ դուրս կգա համակարգից և այստեղ կմնա մաքուր օդ, սխալ է ասել, քանի որ օդը չի մնում այստեղ, մաքուր տարածություն։ Ինչպես երևում է, աստիճանաբար ահա վերանում է խոնավություն այս տարածությունից, որը նշանակում է, որ մեր մոտ արդեն ջուրը ամբողջությամբ դուրս է եկել։
Աշխատանքային ժամանակը կախված է համակարգի չափերից, թե որքան օդ կա այնտեղ կամ գազ, այլ մոտավոր կարելի է միացնել կես ժամից 1 ժամ, որը արդեն բավական է այդ ընթացքում, որպեսզի դուրս գան բոլոր գազերը եւ խոնավությունը։ Վերջ այսքան այս սարքի մասին։